Սիմֆոնիկ կազմի համար ոչ պարտադիր է, որ լինի տավիղը։ Ըստ կոմպոզիտորի ցանկության, եթե լինի, կլինի տավիղ, եթե չէ, բայց մնացած 4 գործիքները, որ տեսնում եք, եթե ասում ենք սիմֆոնիկ կազմ, պարտադիր կա ջութակ, ալտ, թավջութակ եւ կոնտրաբաս։ Ջութակարներ, ալտայր, թավջութակներ, կոնտրաբասներ։ Հետո նստած են փողայիններ, որոնց մեջ կան փայտյա եւ պղնդյա փողայիններ։ Վերջում նստած են հարվածայիններ։ Այս պատկերում կա նաեւ երգչախումբ, վերջում կանգնած է երգչախումբը։ Հիմա քանակից, օրինակ ինչի են ջութակարները շատ, գիտեք։ Ես ասեմ։ Ասեք։ Որտեղ իրար ձայնը կամացա, որ մոտիկ է նստել, որ լավ է։ Այո, այսինքն քանակապես ավելի շատացել են, որտեղ մի ջութակ ավելի քիչ ձայն կհանի կամ մի թավջութակ ավելի քիչ ձայն կհանի, քան օրինակ մեկ հարվածային գործիք, ասենք լիտավր, ասենք ծնծղան։ Շատ ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց գտնվելը այսպիսի դասի եւ ես բոլորին շատ շնորհակալ եմ, որպեսզի բան են կազմակերպում։ Դասից ամենաշատը դուր եկավ Հարի Փոթերի երաժշտության մասը։ Ամեն օրինակ մուլտֆիլմի մեջ կամ ֆիլմի մեջ այդ երաժշտությունը շատ հաճելի է։ Դասը անկեղծ շատ հավանեցի, որովհետեւ լինելով պատանի, որոնք հատկապես շատ հետաքրքրված են հեռախոսներով, գadgetներով, շատ հետաքրքիր էր նոր ինֆորմացիաներ իմանալ երաժշտական գործիքների մասին։ Հատկապես շատ հավանեցի, որ երեխաները նույնպես մասնակցում էին այս ամենին։ Կարծում եմ հիմա այս դարում շատ են երեխաները, որոնք ավելի շատ զբաղվում են հեռախոսային այդպիսի բաներով եւ զբաղված են եւ իրանց ժամանակ, այսպես ասած, չեն տրամադրում սովորելու երաժշտության հետ կապված այսպիսի բաներ։ Շատ ուրախ եմ, որ կան այսպիսի միջոցառումներ, որ սովորեցնում են երեխաներին եւ ծանոթացնում են երաժշտական գործիքների հետ, շատ հաճելի էր լսելը։ Ամենից շատ տպավորիչ եւ գեղեցիկ էր, սա ոչ թե միայն երաժշտական, այլ նաեւ տեսողական արվեստի հրաշալի համադրություն էր։ Առաջին անգամ եմ գալիս այստեղ եւ ամենից շատ տպավորիչ էր ինձ համար։ Ինձ թվում է շարունակական կլինի իմ այստեղ գալը, քանի որ հենց առաջին անգամվանից շատ լավ տպավորվեց իմ ամեն ինչ։ Առաջին անգամ եմ լինում այստեղ։ Չգիտեմ, տպավորությունները շատ լավն էր։ Այդ տավիճի էներգիան, մթնոլորտը, դիլիժորի էներգիան շատ սիրուն տպավորություններ է փոխանցել ու ապօրինելի կլինի։